Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երկու հարցի ենք անդրադառնալու, չգիտեմ, դրսից Ռուսաստանից, Դաշնությունից, չէ, երևի ավելի ճիշտ կլինի սկսենք այս պատուհաս ընտանիքի վերջին կոչերն ու հայտարարությունները չեն հանգստանում, այսօր նորից շարունակվել է էլի սրբազաներին կոչել է սրբապիղծներ առավոտյան, հետո նորից է ինչ-որ սաղմոսից մեջբերումներ արել։ Ակնհայտ է մի քանի հարց է, որ հրանգավորված է վերջին մեր պետականության վերջին սյուներից, դերես վերջինն է մնացել ավիրելու հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հզոր է եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետությունում, այլև Հայաստանից դուրս թերևս ամենահզոր միավորն է շարունակում մնալ ողջ աշխարհով մեկ։ Ուշագրավն այն էր, որ ինչեր մուսուլմանների հոգևոր Փաշազադեի հայտարարությունից հետո Կովկասի մուսուլմանների վարչության խորհրդի նախագահ։ Ահա, այդ հայտարարությունը շատ նման էր իրենց հայտարարությունները եւ նախ այն, որ պիտի փորձը արվում գլխատել հայ առաքելական եկեղեցին, գիտենք, որ Շվեյցարիայում շատ լուրջ եւ կարեւոր հավաք է եղել եւ խոսքի ասել վեհապարը շատ կարեւոր շեշտադրումներով, սկսած Արցախի կորուստը 150,000 հայության մասին, հոգևոր ժառանգության ոչնչացման մասին, գերիների մասին, ամենակարևոր հարցերն էր բարձրացվել, կարող է նաև իրենց վրթովմունքը դրանով էր պայմանավորված եւ անշուշտ Նիկոլը անցել է իր հին բարի ոճին, չակերտավոր ասած, գիտեք, որ ինքը հրապարակ եկավ այդ բառապաշարով, այդ բառամթերքով եւ առհասարակ հրապարակ գալը ինքը առհասարակ հրապարակ է եկել հենց դրանով, բաղձություն, սուտ, հերյուրանք, կեղծիք, այս ամեն ինչով է հրապարակ եկել եւ որոշակի բառամթերքով, գիտեք, որ Վարկանիշը շատ ընկել է իրեն, չի բացառում, որ իր արևմտյան տերերը խորհուրդ են տվել փորձել նորից թարմացնել եւ գալ։ Ես ընդհանուր առմամբ ներկայացրեցի, դուք հիմա էլ մի քանի ժամից 2-3 ժամից հոգեվոր խորհրդին հավաք է տեղի ունենալու մարտաճարում, ամենայն հավանականությամբ հայտարարությամբ հանդես կգամ, իդեպ ասեմ համարժեք եւ շատ ավելի բան պատասխան կոշտ եւ կոպիտ եւ շատ ճիշտ արեցին հոգեվորականների սրբազաններից մի քանիսը տվեցին, այնպես չի որ չպետք է անտեսել սա, որտեղ ինքը պատահական մարդ չի, այսպես թե այնպես մեր բոլորի ճակատագիրը հիմա այդ քանի դեռ այդ պատուհասը այդտեղ նստած է իր ձեռքում է եւ այն որ ասում են եկեք արհամարենք, չպատասխանենք, անտեսենք, չէ, այդպիսի բան չկա, այս մարդը իր հրեշավոր ծրագրի հաջորդ քայլն է իրագործում, այնպես որ սա պիտի անպատասխան չմնա եւ համարժեք պատասխան հնչի։ Խնդրեմ։ Նախ ինչից սկսեց այս ամեն ինչը, ես եթերում իրենց գրած իրենց էությանը ներքին իրանց աշխարհընկալումներին հարիր բառամթերքը չեմ օգտագործելու, բայց դա իրենցն է։ Իրենց ներքին բնույթն է, իրենց էությունն է, իրենց ապրելակերպն է, իրենց նիստուկասն է, հա։ Եվ ընդհանրապես հազար ներողություն, պարոն Նահապետյան, այս ինչ միջավայրում ես դու ծնվել, մեծացել, ապրում, այնպիսի բառեր ասում, որ ասում ես որտեղ փողոցային խոսքեր չէ, ես չգիտեմ, ասենք այդ բառերը որտեղ են կիրառում, որտեղ է կիրառվել, որ այս վերակենում մի հատ ասում է, մի հատ էլ վրան, մի հատ էլ ճաղարտալով տարածում։ Դա իրենց ներքին էությունն է։ Այսինքն եկավ մի բա, որտեղ այդ ամեն ինչը բացվում, միջև դիմակ էր հակած, եւ այդ դիմակով փորձում էին քողարկել, մարդկանց խաբել եւ այլն, իսկ հիմա սա իրանց իրական էությունն է։ Այսինքն մենք մեր ժողովուրդը հիմա հերթական անգամ առնչվում է այս զուգընկերների իրական էությունը։ Սա է։ Մնացած ամեն ինչ քողարկելու, ծածկելու համար է գեղեցիկ բառեր, հայրենիք, Արցախ, կրթություն, ընտանիք եւ այլն։ Ուրեմն երբ վեհապար Հայրապետը Բեռնում Շվեյցարիայում ելույթ ունենում, իսկապես բավականին շատ ծանրակշիռ խոսք էր, ես ուշադիր կարդացել եմ ընդ որ մի քանի անգամ, տրվում էր իրական գնահատական 44 օրյա եւ դրանից հետո
իրադարձություններին, մասնապես Թուրքիայի ռազմական մասնակցության վերաբերյալ հստակ խոսքեր ասում 44 օրյային։ Այո։ Սա քաղաքական գնահատական էր, ասենք, Արցախում բռնազավթում իրականացած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերի նկատմամբ գնահատական, արցախահայերի իրավունքների, մեր մշակութային կոթողների, եկեղեցիների, սրբավայրերի այդտեղ մնալու եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից այդ ամեն ինչը ավերելու, ինչպես նաեւ Արցախում մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի մասին։ Եվ գիտեք, առաջին արձագանքը որտեղ եղավ։ Այդ զուգընկերներից, որը իքական սերան ներկայացնում, իր Facebook-յան էջում առաջին արձագանքը դա է, իր խիստ բողոքն ու ընդվզումը, որ Գաղափար Հայրապետը քաղաքական խոսք ասե, ինչ վերադարձ, ինչ իրավունքներ եւ այլն։ Իհարկե, այդ խոսքից առաջ եւ հետո ինքը իր ներքին էությանը հարիր աղբեր թափում, բայց կարևորը որ այդ գրածի մեջ մեխը խիստ դժգոհություն վրդոմում, թե Գաղափար Հայրապետը նման բան ասել։ Այդ դրանից հետո նոր ամեն ինչ սկսեց։ Ուրեմն, երբ այսօր իշխանություն ներկայացողները անգամ Արցախ բառը կամ Լեռնային Ղարաբաղ բառը կամ Արցախի հանրապետության դրոշը ընդհանրապես որպես տաբու է դրված իշխանական բոլոր օղակներում, օրենսդիր մարմնի քաղաքապայմանագրի խմբակցությունում եւ այլն, մեկ էլ ոչ ավել ոչ պակաս մի հավաքում, որտեղ ներկա են եկեղեցիների համաշխարհային կազմակերպության անդամները, բողոքական եկեղեցու առաջնորդները, մեր եկեղեցին քույր եկեղեցիներով իրենց առաջնորդները, այսինքն ինքը իր քաշային կարգով այդ հավաքը, իհարկե հայկական կողմի նախաձեռնություններ, բայց կազմակերպվել էր եկեղեցիների համաշխարհային կազմակերպության կողմից։ Սա ինքնին ոչ միայն ապտակ էր Փաշինյանի երեք այսօր եւ վաղը իրականացվող քաղաքականության, այլ ուղղակի ես կարող եմ ասել քրիստոնյա աշխարհի կողմից Փաշինյան Նիկոլի համար դատավճիռ էր։ Դա Փաշինյանի դատավճիռն էր քրիստոնյա աշխարհի կողմից։ Ահա թե հիստերիկությունը իրենց ներքին էությանը խիստ հարիր, այն բառամթերքը, որը իրենց համատեղ կեցավայրում, տուն էլ չեմ ասում, ընտանիք էլ չեմ ասում, միշտ իրենք օգտագործել են, հիմա այդ ամբողջ աղբը իրենք չտասեցին, որ մենք առաջ ներս տան մեջ էինք խոսում ընտանիքում, հիմա ասեց կինը։ Չէ, իհարկե այդտեղ ընտանիք ասելով դա այդքան էլ ճիշտ չի։ Եվ երկրորդ, հիմա Փաշինյանը ընդունենք այսպես, հիմա այդ մարդը ինքը գիտի, չէ՞ ով է։ Ինչքան էլ ինքը իրեն գովի, այլոք քծնանքի մեծ դոզայով իրեն գովեն, բայց ինքը իր իրական էությունը եւ իր զուգընկերոջ ինքը հստակ գիտի, չէ։ Հիմա ինքը գիտի, որ վատ արարք անում, վստահաբար գիտի։ Եվ որպես նախկին միգուցե եւ ներկա, ես հիմա չեմ կարող ասել, աղանդավորական կազմակերպության անդամներ այդ զուգընկերները, իրենք իրենց սուտը կեղծիքը մարդկանց համոզելու համար նախ իրենք են իրենց համոզում, որ այն ինչ խոսում են դա ճիշտ է։ Մեկ, երկրորդ, այդ ամեն ինչը իրենք համատում են Աստծո խոսքով։ Ուշադրություն դարձրեք, երբ զուգընկերներից արական սեռի ներկայացուցիչը Սաղմոսը հետո սկզբից Հիսուսը երբ մտնում է տաճար եւ տեսնում է, դե տաճարը այդ ժամանակ մեր այսօրվա բառամթերքով ասենք չենջ էր դարձել։ Դրա մի փոխանակման կետ է, հա, այսինքն առևտրի կետ էին դարձել տաճարը եւ Հիսուսը ասում է, հորս տուն ինչի եք վերածել, հա, սրբավայրը։ Իսկ դա Աստծո տունն էր։ Ինքը առաջինը, այդ արական սեռի ներկայացուցիչը դա է գրում։ Ինքը իրեն նույնականացնում է Հիսուսի հետ, որը մտնում է տաճար, հիմա ինքը զուգահեռ է, իբր ըստ իրեն, ինքը մեր եկեղեցում մաքրումներ տյանի։ Ուզում ասի մեր եկեղեցին որպես հորս տաճար, այս ինչի եք վերածել։ Բայց կան այս բան, որ սատանան կարողանա մաքրի եկեղեցին, այս ռետորիկ հարց եմ տալիս։ Ես ձեր հարցին կպատասխանեմ միտքս ավարտելուց հետո։ Սա առաջին եւ երկրորդ, այս վերջերս 3 թե այսօր էր այդ Սաղմոսի պահով էր գրել, հա։ Այսօր առավոտ շուտ։ Սա ինչի համար է գրվում, որ ինքը իրանը համոզում, հետո ինքը տիպիկ աղանդավորի գործելավոճով կողքիններին, որ դա Աստծո կամք է, ուշադրություն դարձրեք։ Ենթագիտակցորեն, որպիսի իր այլանդակությունները ինքը համոզի, ինքը իրեն, իր մոտիկներին եւ հետո նաեւ մեր ժողովրդին, որ դա
լավ գործ է, բարի նպատակներով, դա պետք է ցույց տա, որ Աստծո կամքն է։ Ահա թե եւ Սաղմոսի մեջ բերում է եւ առաջին գրառման ժամանակ երբ մեջ բերում Հիսուսը երբ մտնում է տաճար։ Սա ինչ վերաբերվում է մեր եկեղեցուն թիրախավորից։ Սկզբունքորեն եկեք ընդունենք այսպես իրողություն։ Սա 4-րդ գրոհն է մեր եկեղեցու եւ Վեհապար Հայրապետի դեմ։ Առաջին գրոհը կազմակերպվել էր 2018 թվականի հունիսի 6-ին երեկոյան ժամը 6-ին։ Միգուցե պատական է այդ 3-6-երը, 6-րդ ամսվա 6-րդ օրը ժամը 6-ին։ Միգուցե եւ պատական չի։ Ես դա հստակ գիտեմ։ Սատանայի թիվը։ Հիմա առաջին գրոհը դա էր։ Մի քանի ամիս տևեց, դա ձախողվեց։ Եվ այդ գրոհը կազմակերպիչներից այլևս կարգալուց եղած նախկին Տեր Արմենը այսօր նաեւ ինչպես ասում են ջրերս է դուրս եկել եւ խոսք է ասում, հա։ Երկրորդ, երրորդ գրոհը փողոցային պայքար չէր, որտեղ փողոցը Փաշինյանը տանուլ էր տրվել։ Այդ պայքարով ուրեմն Մարտունու եւ Գավառի շրջաններում խոնարհված եկեղեցիներ կան։ Որոշ կարգալուց հոգեվորականներ, այդ թվում նաեւ ընտանիք ունեցող, զավակ ունեցող անձը, որը կարգալուց էր արվել Վեհապար Հայրապետի կողմից, դա Ռուսաստանի եւ Նոր Նախճեվանի թեմի նախկին առաջնորդներ, նախկին Տիրան Սրբազանը այդ խոնարհված եկեղեցում արարողություններ անում, պատարակա տալիս եւ կարգալուց հոգեվորականներին եւ ծառայողներին նոր կարգավիճակներ է տալիս հոգեվորական։ Եվ ոչ ավել, ոչ պակաս այդ երկու միջոցառումը, որ արվեց, լուսաբանվում է, ես նույնց եմ ասում, հայկական ոչ մի լրատվամիջոց ներկա չի, որտեվ դե մի խումբ մարդիկ գնացել են ինչ որ խոնարհված եկեղեցի շուտ բան են անում, BBC-ն։ Սա ես վստահաբար եմ ասում։ BBC-ն, որը պատական լրատվամիջոց չի բրիտանական, իրականում ինքը սպասարկում է երկու կառույցի՝ Բրիտանիայի թագավորական ընտանիքի եւ ռազմական մի 6 հետախուզության։ Ոչ ավել, ոչ պակաս օպերացիան, երբ սկսում է Մարտունու եւ Գավառի շրջաններում, լուսաբանում է BBC-ն։ Իհարկե, մեր տեղի հայրենակիցները, մեր եկեղեցու հավատավոր զավակները իրենց բացատրում են, որ իրենց արարքը ընդունելի չի եւ հաջորդ անգամ այդտեղ նման բան չանեն։ Ես կարծում եմ այդ բացատրությունը արդյունք է տալիս, որտեղ դրանից հետո էլ չեն անում։ Լավ են բացատրում։ Այդ թվում նաեւ իմ ընկերները։ Սա 4-րդ դեպքն է։ Եվ այս դեպքը, ասենք, ոչ թե պետք է նայել, թե ինչու Փաշինյանը եւ իր զուգընկերը ինչու նման բան արեցին, այլ ինչու հիմա արեցին։ Այդ հիման ես հիմնավորում եմ Վեհապար Հայրապետի Բեռլին Շվեյցարիայում հայտնի խոսքից։ Եվ հիմա իրենք ինչ են պատրաստում։ Առավել քան համոզված եմ, Տուշոնկա 2 օպերացիա։ Ես նոր ուրեմն մինչև իմ այստեղ եթեր մտնելը լրահոսն է նայում, ուրեմն լրահոսում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների նախագահների մասնակցությամբ եւ Ֆրանսիայի նախագահի տիկնոջ մասնակցությամբ մի տեսանյութ կա։ Նման տեսանյութ չի եղել։ Այսինքն դա արհեստական սարքված է, արհեստական բանականությամբ։ Մեր հաղորդումից հետո ես ձեզ ցույց կտամ։ Երբ նայում եք, բոլորը իրենք են, իրենց դեմքերով, եւ Ռուսաստանի նախագահը դեմքերը փոխած չի, այդ թվում նաեւ Մակրոնը եւ իր տիկինը։ Բայց մի հումորային դեպք են այդ տեսանյութում շատ կարճ հատվածով, որտեղ Մակրոնի կինը Տրամպի եւ Պուտինին բացատրում է, թե Մակրոնին ոնց է ծեծում ինքնաթիռից դուրս գալուց առաջ։ Հարվածներն է ցույց տալիս։ Հետո Մակրոնի կարմրած արնոտված դեմքն է։ Երբ նայում եք, կողքից մեկը որ նայի, վստահաբար կասի սա իրական է, որտեղ իրենց դեմքերով է, բայց նման բան չկա, հա։ Սա ինչի համար եմ ասում, Տուշոնկա 2 օպերացիան։ Այսինքն այսօր արհեստական բանականությունը այո հնարավորություն տալիս է ցանկացած նման խաղարկային նյութ սարքել, 1, երկրորդ այլ անձանց մասնակցությամբ դրվագներում մի անձի փոխարեն դու լինես։ Այսինքն քո դեմքը լինի եւ որից է ձևով տարբերություն չլինի, դու զարմանաս։ Ես կարծում եմ, որ այս արշավի բուն նպատակը ինչ որ նման ձևով տեսանյութեր պատրաստել է, եթեր գցելն է։ Իհարկե, խիստ պրոֆեսիոնալ մակարդակով հնարավոր է ըստիս բացահայտել, որ դա արհեստական սարքած է, բայց ստեղ հաշվարկը ինչի վրա է։ Կարծում եմ հաշվարկը հետեւյալի վրա է, որ այդ տեսանյութը երբ սոցիալական ցանցերում տարածվում է, դժգոհություն, վրդովմունք առաջանում, խոսակցությունների դաշտ,
դրա հիման վրա իշխանությունները քարոզություն են կազմակերպում, հետո նույնիսկ 1 ամիս հետո, 15 օր հետո, երբ որ ապացուցվում է, որ դա կեղծիք է, կեղծիք անողները չեն պատժվում եւ կեղծիքի հերկման, տարածման չափը այս կեղծիքի համեմատ աննշան է լինելու, այսինքն իրականում կեղծիքը տարածվում է մեծ չափերով, հերկումը շատ նվազագույն։ Երբ Հայաստանի ազգային հերոս մեր զինվորի կեղծ պապը խոսում էր այդ արարքի համար որից մեկը պատասխանության ենթարկեց, ոչ, երբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված սրբազանների սրբապիղծը այսօր ասել, ով է Նիկոլ սրբապիղծը, անանել այնտեղ մի հատ տեսարան կա սենց գլուխը բռնած, որ այս ինչ եք արել դուք։ Ես հիմա նորից եմ ասում, սա արհեստական կերպով հիմա մեր հաղորդումը որ վերջանաց տեսանյութը կնայեմ, վստահաբար դուք որ նայում եք, չեք ասի որ դա թեման հումորային է, դուք կգնահատեք որ դա այդպիսի բան չի եղել, բայց երբ որ նայում եք տեսանյութը, վստահաբար ասում եք, հայ, տեսանյութ է, այս անձիկ ինչ որ բան են անում։ Ուրեմն ես կարծում եմ, որ այդ կարգի տեսանյութեր պետական հաստատություններում են պատրաստվելու մասնագետների կողմից, ինչպես գեներալ Մանվել Գրիգորյանի հայտնի Տուշոնկա օպերացիան, որը արվել էր, մոնտաժվել էր, պատրաստվել էր համապատասխան կառույցներում, եւ որից մեկը դրա համար պատասխանատվության չենթարկվեց։ Հիմա նույն ձևով սա է։ Նիկոլ սրբապիղծ լսի, հերթով ասում է պարոն Եվ հիմա ասենք բարոյականությունից խոսում է մի մարդ, որի բարոյական այն նվազագույն շեմը անգամ այս անձը չունի։ Անձ, որի հիվանդագին մտքերը հասնում են նրան, թե ինչ ապրումներ կարող է ունենալ դերատի տղա երեխայի նկատմամբ տղամարդու կողմից սեռական հարաբերությունը։ Այդ տղայի ապրումները առաջին սեռական գրգիռները ընդունելու ժամանակ։ Եվ այդ տղան, դա դերատի երեխան ամբողջ կյանքում երազում է իր հետ առաջին սեռական հարաբերություն ունեցող տղամարդուն։ Սա Փաշինյանի մտքի արգասիքն է երկրի հակառակ կողմը գրքում։ Շարունակություն լինի արձանների նկատմամբ։ Հիմա շարունակություն, այսինքն երբ նայում ես այս մարդը իրականում իր ներքին էությամբ ինչա, այդ գրքում ցանկացած գրող ինչի մասին որ խոսում է, ինչի մասին որ պատմում է, ենթագիտակցորեն այդ ամեն ինչի մեջ իր հերոսների մեջ, իր ներքին էությունն է դնում, այդպեսին է։ Եվ երբ երկրի հակառակ կողմը գիրքը ինձ համար շատ դժվար էր կարդալ, բայց ես այնուամենայնիվ կարդացի, երբ որ այդ դրվագները, այդ հայախառն այդ ախ բառերով նկարագրությունները որ իր բառերով ասած սրբապիղծ այլասերված իր բառերով ասած այսինքն արյունապղծություն, մանկապղծություն, սեռական այլասերում, այսինքն մենք ընկերներով քննարկում ենք, ասենք հասուն մարդիկ են, որոշակի ճանապարհ ենք, մեր մտքով անգամ չէր անցնում, որ մարդու մտքով կարող է անցնել, որ արձանի հետ սեռական հարաբերություն կարելի է ունենալ, Փաշինյանի մտքով անցել է արձանի հետ սեռական հարաբերություն։ Դուք հասկանում եք, այսինքն այս մարդու իրական էությունը սա է։ Ես մի այլ բան էլ ասեմ, երբ ես նայում էի այդ զուգընկերների ուրեմն գրածները եւ հետո որոշ մասնագետների հետ խոսեցի առողջապահական համակարգի, ինձ մի մասնագետ, որը հիմնականում աշխատում է թմրամոլների հետ, ասեց ամենայն հավանականությամբ այս անձինք թմրամիջոցի ազդեցության ներքո են։ Ընդ որում թմրամիջոցի տարբեր տարատեսակներ կան։ Այդ գիրքը գրելուց թե հիմա որ Չէ, այն ինչ որ հիմա ես չեմ բացառում, որ այն գիրքը գրելուց եւս դրա ազդեցության, բայց այն ինչ որ հիմա գրում է, այսինքն ասվում է բաներ, կոնկրետ մասնագետ հետ եմ խոսել եւ այդ առումով ես օրինակ օգտագործելով այս հարթակը դիմում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին Արմեն Աբազյանին։ Եթե երկրի կառավարիչի պարտականությունը կատարող անձ է եւ այդ կառավարիչի վրա գործնականում պետական կառավարման համակարգի հետ կապված իրական ազդեցություն ունեցող իր զուգընկերը, եթե թմրամոլներ են, օրինակ դա արդյոք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիր չէ, վստահաբար խնդիր է, չէ։ Եվ հորդորում եմ, որպեսզի բուժ զնում անցնեն զուգընկերները թմրամիջոցների օգտագործման հետ կապված արյան անալիզով։ Թող անցնեն, թող եթե դրական է տալիս տեստը, ասենք այդ կառույցը տա բացասական։
Եվ դրանով Արմեն Աբազյանը եւ նրանք ովքեր որ տակը ստորագրելու են մոտ ապագայում մտնելու են լուրջ քրեական հոդվածի տակ, որտեղ թմրամիջոց օգտագործող անձը, որը երկրի այն էլ այս վիճակում երկրի վերաբերյալ որոշումներ է կայացնում, դա ուղղակիորեն ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Թող իրենք կեղծեն, բայց պահը գալու է այս անձանցից արյան անալիզ վերցնելու են եւ վստահաբար բարձ կլինի սրանց որքանով են։ Ես ենթագիտակցորեն ասեմ, սրանք ընտանիքով են թմրամոլ, իդեպ ասում։ Ես չեմ բացառում, որ այս այլասերուն ու այլանդակությունները, որ իրանց ներքին էությունն է, սրանք իրանց երեխեքին էլ փչացրած կլինեն։ Ասենք օրինակ մաման տղայի հետ կարող է բան անի, սիգարետ լցնեն, որ անաշա քաշեն։ Ես չեմ բացառում։ Ասենք մաման ու տղան նստած անաշա են քաշում, իրար հետ օգնելով։ Կարող է այդպես բան լինի։ Հետաբար պարոն Աբազյան, այս անձանց թմրամոլ լինելու հանգամանքը հաշվի առնելով այս վերջին գրառումները, դուք էլ մասնագետների հետ խոսեք, տեսեք սրանք թմրամոլ են թե ոչ, եւ ըստ այդմ համապատասխան հետեւություններ թող արվի։ Հիմա Ինչ-որ կապ տեսնում եք իր վարկանիշի հետ ընկնելու եւ վարկանիշ չկա, այս ոճը վերցնել։ Փաշինյանը վարկանիշ չունի։ Թվականների դուք սա եք, նայեք, ինձ ամեն ինչ կարելի է, տեսեք ինքը նույն այն 18 թվականի ձեռագիրն է, որտեղ։ Գիտեք, ինչ է ինքը վարկանիշ չունի, դրական իմաստով վարկանիշ, բացասական ունի։ Ընկած է։ Հա, չկա, վարկանիշ գոյություն չունի։ Հիմա գիտեք ինչ։ Ինքը մի հատ թեմա է բացում, այդ Պանդորայի արկղը բացել է, հա, որտեղ ոչ թե խոսելու է իր կոռուպցիոն կատարած հանցագործությունների, Ալևի պահանջները կատարելու, թուրք ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարության բյուջեն մսխելու, 7 միլիարդից ավել դոլար պարտք վերցնելու եւ մեր ժողովրդին այդ պարտքի տակ դնելու եւ Զանգեզուրի միջանցքի հետ կապված այս վերջերս նաեւ Ռուսաստան Դաշնության Պաշտպանության նախարարը ասեց վտանգների մասին մի քանի օր առաջ ասել, հա, այսինքն սա այն կարևորագույն խնդիրներն են, որը Էրդողանի պահանջը։ Սա կարևորագույն խնդիրներ են, որը մեր երկրի լինելիության հետ է կապված։ Հիմա պատկերացրեք, այս թեման արդեն մի կողմ է քաշված, իսկապես քարոզչական դաշտում մենք մոնիտորինգ ենք անում, հիմնականում եկեղեցի եւ սրանց այլանդակ գրվածները, հա, այլասերված եւ այլն։ Իրես թալանն էլ է մի կողմ քաշած։ Ես գիտեք ոնց։ Որտեղ տեսեք այս օրերին նաեւ միանգամից հրապարակ դուրս եկավ իրենց ձեռք բերած այդ ահռելի բանը առանձնատան պատմությունը Փարիզի։ Ես ինձ իրավունք ունեմ վերապահելու։ Իվարոյի թալանի Այսինքն որպեսզի այս թեմաներից չխոսվի, խոսվում է այս թեմայից։ Ես մի պա ինձ մի մտքի մեջ ժամանակի հիմա կասեմ, այդպես մտքի բռնացրեցի, բայց ինձ իրավունք չվերապահեցի անգամ դա ինչ որ մեկի հետ կիսել, բայց հաշվի առնելով այս վերջին մի քանի օրվա այդ զուգընկերների գրածները, հիմա ես այդ միտքը, որ իմ մեջ է եղել, ես ինձ կարող եմ իրավունք վերապահել դրա մասին բարձրաձայնել։ Հաշվի առնելով երկրի հակառակ կողմը գրքում Փաշինյանի սեռաշեղված ընկալումները ընդհանրապես, հա, եւ դրանից հետո երբ Փաշինյանը մի անգամ ելույթ էր ունենում, ասեց ինձ համար միշտ դժվար օրեր, երբ որ եւ դժվար որոշումներ պետք է կայացնեի։ Սովորաբար երեկոյան ես քնում էի իմ փոքր դուստրի հետ։ Դե հիմա մտածում ես հա հայրա, որ երեխայի գուրգուրանքը, սերը, կարոտը որպես մաքրության, հա, այսպես խորթանիշ այդ ձևով մաքրվելով, որտեվ դերատի երեխաները, այսպես ասենք, հրեշտակների նման են, էլի, այսինքն մեղքերի դաշտում չեն։ Ես այդ ժամանակ այդպես մտածի, բայց հաշվի առնելով այն գիրքը, որ ինքն է գրել եւ այն ինչ որ հիմա ինքն է խոսում, հա, ես կարող եմ ենթադրեմ, իսկ կարող է դու նաեւ արյունապիղծ Փաշինյան։ Կարող եմ ենթադրել, որտեվ այն այլանդակությունները, որ հիմա դուք հոգեվորականների հանդեպ անում եք, ասենք դա որևիցե բանական, նորմալ, կարմիր գիծ ունեցող, ամոթի զգացողություն, խիղճ, պատիվ, արժանապատվություն ունեցող մարդկանց մոտ չի խոսում։ Եվ 18 թվականին, երբ Վեհափար Հայրապետի եկեղեցու դեմ արշավներ կազմակերպել Փաշինյան Նիկոլը, վստահաբար ինքն էր կազմակերպել, ուղղակի պարտվեցին այդ ժամանակ։ Ես մի լրատվամիջոցի հյուրն էի, ձեր հյուրն էի, բայց ոչ այստեղ, հիշում եք, Վերնիսաժի մոտ, այնտեղ, հա, եւ լրագրողներ էին ներկա, լրագրողներից մեկը
ինձ հարց տվեց, ես էի ասուլիսին, դուք ինձ էիք հրավիրել, խիստ շեշտադրումներով վեհափար հայրապետի հոգևորականների, որ եկեղեցին էսպես, եկեղեցին այնպես, հոգևորականներ էսպես հարց տվեց։ Ես լավ հիշում եմ եւ այս օրինակի վերաբերյալ մի 2 օր առաջ եւս մի լրատվամիջոցում ասել եմ, հիմա եւս ուզում եմ այստեղ դրա մասին բարձրաձայնել։ Ես այդ լրագրողին նախ հարցրեցի, ասի ինքը ամուսնացած է, ասեց ոչ։ Ասի ծնողներ ունեք, ասեց այո։ Տանը ասեով կա, ասեց եղբայր ունեմ։ Ասի դու մեր որևիցե եկեղեցու անդամ ես համայնքի, այսինքն մասնակցում ես համայնքի կյանքին քրիստոնեական։ Կիրակի օրը գնում ես պատարագի, որտեղ մեղքերի թողությունն է, հա, զղջումն է, հաղորդությունն, ասեց ոչ։ Ասի հիմա ես ասեմ ինչ ասել է եկեղեցի։ Եկեղեցին դա ընտանիք է, որտեղ կա այդ ընտանիքի անդամները շարքային քրիստոնյաները եւ հոգեվորականները։ Ասի եթե ես օրից մի օր գամ ձեր դռան զանգը տամ, դուք դուռը բացեք, ես ներս մտնեմ եւ հայտարարեմ իլուր ձեր ծնողների եւ քեզ ու քո եղբոր, որ ես գտնում եմ, որ ձեր պապան շատ վատ է իր պարտականությունները կատարում ընտանիքում եւ մամայի հանդեպ եւ հետաբար ես գտնում եմ, որ ինքը պիտի դուրս գա եւ պապայի ստատուս ես ունենամ այդ տան մեջ։ Այսինքն ես եկել եմ ձեր ընտանիքում, կարգավիճակ եմ ինձ տալիս, որոշում եմ կայացնում, որ պապան վատն է, այլ չեմ ասում, որ մաման իմ հետ է ապրի։ Ես լավ հիշում եմ այդ լրագրողի այլայլված գունատված դեմքի իմ այդ համացույց, հիմա ես ասի աղջիկ ջան, ասի, իսկ ձեզ ով է իրավունք տվել, դուք չլնելով մեր եկեղեցու անդամ, իմ ընտանիքի անդամ, որի անդամ եմ, շարքային անդամ նաև ես, դուք եկել եք իմ ընտանիքի մասին բաներ եք խոսում, որի նախ իրավունքը չունեք, մեկ, երկրորդ ոչ ճիշտ տեղեկություններ եք տարածում։ Եվ ասեմ ձեզ, դա տարածվում է Նիկոլի վրա։ Եվ դրանից հետո լրագրողները այլևս հարց չտվեցին։ Ես շատ լավ հիշում եմ։ Ինչպեսի պիտի լինի հայ-առաքելական հիմա մեր ասեմ, հիմա նրանք ովքեր որ մեր եկեղեցուն որպես ընտանիք իրեն գնահատականներ են տալիս, որ իրավունք իրանք չունեն, հա։ Սա իմ ընտանիքն է եւ հետաբար ես որպես մեր եկեղեցու զավակ, ես իրավունք ունեմ չէ իմ ընտանիքը պաշտպանելու։ Իմ ընտանիքի հոգեվոր առաջնորդին, հոգեվորականներին պաշտպանելու։ Եվ ես կոչ եմ անում բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անկախ ազգային պատկանելությունից, որոնք իրենց համարում են եւ իրականում կան մեր եկեղեցու զավակներ, այս իրադարձություններով իրենք նայեն հետեւյալ պրիզմայով։ Մենք պետք է դիմենք ինքնապաշտպանության։ Այսօր մեր ընտանիք անկոչ հյուրի նման մարդիկ են մտել, որոնք մեր ընտանիքում ամենավերջին այլանդակություններն են դուրս տալիս։ Այսինքն ես չթողնենք միայն եկեղեցու, սա եկեղեցին, ես դրա համար ասի, եկեղեցին ինքը առաջին հերթին, եկեղեցին ինքը համայնքն է։ Համայնքի ամենակարևոր կարգավիճակը դա հոգևորականներն են, բայց առաջին հերթին շարքային անդամներն են, այո։ Եվ այո, սա առաջին հերթին մեր շարքային քրիստոնյաների եկեղեցու զավակների գործն է։ Հոգևորականները մայրաթորը ինչ որոշում կայացնի դա հարցի մի կողմն է, բայց մենք էլ ունենք մեր իրավունքը, իսկ մեր իրավունքն է մեր եկեղեցին պաշտպանելու։ Առավելս մեր եկեղեցու հոգևոր հայրերին եւ հոգևոր առաջնորդին պաշտպանելու։ Ես կոչ եմ անում այս թեմայով, թե իրենք ինչ են խոսում, էլի կգրեն, էլի կխոսեն, դա հարցի մի կողմն է։ Իրենք մտել են պատերազմի դաշտ։ Սա պատերազմ է։ Հայտարարված թե չհայտարարված մեր ընտանիքին պատերազմ են հայտարարել։ Մենք էլ իրավունք ունենք այդ պատերազմի ժամանակ դիմել ինքնապաշտպանության։ Բոլոր այն հասու միջոցներով եւ մեթոդներով, որը օրենքը չի խախտում։ Իսկ եկեղեցու հիմա եկեղեցու հետ կապված, այո, եկեղեցում հիմա քննարկում է նախ լինելու։ Ես չեմ ուզում ինձ իրավունք էլ չեմ վերապահում եկեղեցու հոգևոր առաջնորդին ասեմ դուք այսպիսի որոշում կամ այնպիսի որոշում կայացնեք։ Իրենք կայացնեն այն որոշումը, որով իրավասու են կայացնել, ասենք Գերագույն հոգևոր խորհուրդն է, եպիսկոպոսներն են, հիմա ես չգիտեմ նեղ շրջանն է թե ընդլայնված նիստ է, դրա մասին իրազեկ չեմ, բայց որ այսօր նիստը լինելու է, կարծում եմ շատերն են իրազեկ։ Ինչ որոշում որ կայացնեն, դա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը կլինի, բայց այս կտրվածքով ես կարևորում եմ, որ մենք շարքային քրիստոնյաներս ինչ ենք անելու։ Բոլորս դիմելու ենք ինքնապաշտպանության, օրենքի շրջանակներում մեզ հասու բոլոր միջոցներն ու գործիքակազմը օգտագործելու ենք։ Այստեղ շատ կարևոր է եւ ես որոշակի մոնիտորինգ արել եմ այս մի քանի օր լրատվամիջոցների կեցվածքը։ Կա չհայտարարված կոնսենսուս այս հարցում իդեպ։ Եվ ի զարմանս ինձ այդ կոնսենսուսի մեջ մտնում է ոչ ավել ոչ պակաս ուրեմն
արեմեցյան գրանտներով, դրամաշնորհներով սնվող մի լրատվամիջոց եւ մի քանի անձ, ես դրանց անուն ուզում եմ տալ, որոնք խիստ քննադատական խոսք են ասել Փաշինյանի այս կեցվածքին։ Ասեմ ձեզ, Factor TV, չէ, սա հետաքրքիր բան է։ Factor TV-ին խիստ քննադատական է վերաբերում։ Հիմա 3 անձի մասին ասեմ, որոնք հայտնի են Փաշինյանի գաղափարակից, թիմակից լինելու հանգամանքով երկար անհիշելի ժամանակներից սնվում են արեմեցյան դրամաշնորհներով, բայց մեկը Իոնիսյանը, ճիշտ է, մեկը Լևոն Բարսեղյանը, մեկը Սաքունցն, չէ, հետաքրքիր բան եմ ասում, հասկանում եք, այսինքն այս մարդիկ ճիշտ կեցվածք են դրսել, ես նույնիսկ ասում եմ ջրբաժանը ուշադրություն դարձեք, Փաշինյանը ստեղ մի խումբ, հիմա եկեք ես արձանագրում եմ Անժելա, այս փաստը, այսօրվա փաստը, մի հատ հիմա ջրբաժան է գծվում, որտեղ անգամ իր թիմակիցներից շատերը, իսկ սրանք Փաշինյանի այսպես քարոզչական դաշտում հիմնական հարվածային գործիքներն են, 3 անձի մասին, որոնց ասացի։ Բայց ովքեր են հիմա քննադատում եկեղեցուն։ 2 արվամոլ։ Փաշինյանի հոգեհարազատ, իրար ներքին էության շատ մոտ 2 անձ։ Անկախ հպարտ պիդարաստ Արման Բաբաջանյանը եւ մի ուրիշ պիդարաստ բաներ Մոսկվայից եկած Ղարաբաղցիների հասցեին ավել պակաս խոսող Ռամաշկան Ռոման Բաղդասարյանը այսինքն փաստորեն այսօր Փաշինյանի եւ իր զուգընկերի կողքը կանգնել են 2 պիդարաստ կարող է այստեղից հետեւություն անեմ ասեմ ժողովուրդ դուք էլ այլ սեռական կողմնորոշում ունեք ուղղակի մենք չգիտենք դրա մասին նման զնման են գտանը չէ փաստորեն այս 4-ը լավ էլ գտել են իրար Եվ կոնկրետ իմ առաջարկը, այո, այսօր կա կոնսենսուս այս թեմայով լրատվամիջոցների եւ քաղաքական, եթե կողմնորոշման մեջ են եղել այս կամ այն լրատվամիջոցը, կամ ֆինանսավորվել են, կամ օժանդակել են այս կամ այն քաղաքական ուժին, այս կամ այն առաջնորդին, այսօր իրենք մեր նույն դաշտում են։ Ես դա գտնում եմ շատ կարևոր մեսիջ, որ լրատվամիջոցների ղեկավարները մոտ օրերս ես նաև հորդորում եմ այս տաղավարից կազմակերպեն մի հատ հանդիպում քննարկում։ Այսինքն մեր աշխատանք ես ինձ իրանք վերապահում եմ մեր ասելով այս դաշտի, որտեղ պատերազմ տարիներին ես պաշտպանության նախարարությունում այդ կառույցի ղեկավարներից մեկն եմ եղել, այսինքն լրատվամիջոցների աշխատանք, քարոզչություն եւ այն ինձ համար շատ հոգեհարազատ է։ Ես առաջարկ եմ անում մոտ օրերս շատ արագ նախաձեռնել լրատվամիջոցների ղեկավարների ոչ հրապարակային մի հատ քննարկում առաջինը, որպեսզի նախ իմանանք, որ լրատվամիջոցներն են այս դաշտում սատարուն թև ու թիկուն կանգնում, ուրեմն մեր առաքելական եկեղեցուն հոգևորական են, սա շատ կարևոր բան եմ համարում եւ միգուցե նաեւ նախաձեռնողներից մեկը դուք լինեք Անժելա, հաշվի առնելով որ ձեր լրատվամիջոցը բավական մեծ լսարան ունի։ Ես ինքս եւս կփորձեմ որոշ լրատվամիջոցների իմ մտերիմ ընկերներին, որոնց հետ անհիշելի ժամանակներից աշխատել ենք դեռևս 90-ականներից, իրենց եւս առաջարկել այդ փակ աշխատանքային քննարկում, ինքը գաղտնի չի, բայց ոչ հրապարակային առայժմ։ Այսինքն մենք կոորդինացնի, փորձելու ենք գալ կոնսենսուսի, իսկ այս կոնսենսուսը ես ինքս տեսնում եմ արդեն բազմաթիվ առնվազն 10-12 լրատվամիջոց վականի կշիռ ունեցող, որոնք նույն գնահատականն են տվել այս զույգի զուգընկերների այս խոսույթին։ Երկրորդ առաջարկը որ ասում եմ, առայժմ ես միայն մի կուսակցության հայտարարություն եմ տեսել, Վազգեն Մանուկյանն է քիչ առաջ խոսել։ Հա, ես դա իրազեկ չեմ, հանրապետական կուսակցության հայտարարությունն եմ ընթերցել։ Նաև դիմում եմ Հայաստանի Հանրապետության։ Չէ, հետո Վանեցյանն է խոսել հենց առաջին օրը։ Ես խոսքս անհատների խոսույթի մասին չի։ Պատիվ ունեմ իջը ասել թե կուսակցությունից։ Ես ասում եմ, հա, ես ասում եմ ոչ թե անհատներ, այլ կուսակցության պաշտոնական դիրքորոշում հայտարարությունով, որը նշանակում է, որ այդ կուսակցության բոլոր անդամները համակարծիք են կուսակցության այդ հայտարարության, եթե կուսակցությունը պաշտոնապես հայտարարություն է, չէ՞ տալիս։ Պարոն Հովհաննիսյան, այդպես է, չէ՞, այդպես է։
հորդորում եմ բոլոր կուսակցությունները Այժմ ազգային ժողովրդական միության կուսակցության հայտարարություն է տարածել վերջին իրադարձությունների վերաբերյալ ողջունում ենք ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացած կրոնական ազատության հայկական հոգևոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանման Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային հավաքաժողով շատ բնական է, այսպես երկար, այո։ Հիմա իմ հաջորդ առաջարկը, այսինքն այն ինչ որ կարդամ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրիցս պահանջվում է ուժեր իգել լարումով համախմբում ազգային պետական խնդիրների եւ նպատակների շուրջ հաղթահարելու պետության եւ ժողովրդի առջեւ կանգնած ծանր մարտահրավերները լուծելու այդ խնդիրն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը։ Ես ավելի առարկայական եմ, կոնկրետ այս պահին ամենամեծ մարտահրավերներից մեկը մեր եկեղեցուն եւ հոգեվոր խավին է, նետված։ Ես առաջարկում եմ, ուրեմն կուսակցությունները պաշտոնական հայտարարություններ տան։ Բոլորը անխտիր։ Լինի 5 հոգանոց, 500 թե 5000 հոգանոց կուսակցություն, բոլորը պաշտոնապես հայտարարություն կեցված դրսևորեն։ Սա երկրորդ։ Երրորդ, հասարակական բազմաթիվ կառույցներ կան, որոնք շատ ակտիվ են մեր հասարակական նաեւ կյանքում։ Հասարակական կազմակերպություններ, որոնց ղեկավարները նաև սոցիալական ցանցերում, մեր հանրային տիրույթում մեծ լսարան ունեն, իրենց կազմակերպությունները եւս պաշտոնապես հայտարարություններ տարածեն։ Կեցված դրսևորեն։ Կարող է 1 պարբերություն լինի, կարող է 5 պարբերություն, բայց Եփահան հիմա կեցված դրսևորեց, ռեկտորը հանդիպեց իր հետ, էլի մարդիկ հանդիպել են, ես չգիտեի, ռեկտորը փաստորեն նաև աստվածաբան է։ Հետաքրքիր է, չէ՞։ Հիմա ինձ դուք ուզում եք ես ասեմ նման զնման են գտանը։ Չգիտեմ։ Հա, ես արդեն ասեցի։ Ինչևէ։ Եվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւս հայտարարություններ, այսինքն այստեղ եւս դիլնի կոնսենսուս։ Ահա։ Սա իմ հաջորդ առաջարկը։ Եվ վերջին առաջարկը, երբ կա քարոզչական դաշտում կուսակցություններում, հասարակական դաշտում, հասարակական լուրջ ակտիվություն ունեցող անհատների կողմից, մեր շարքային քաղաքացիների կողմից կա կոնսենսուս այս ամեն ինչին, ես միտեղ առաջարկել եմ, սա երկրորդ հարթակն է, որտեղից բարձրաձայնում եմ, ի զորակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու վեհափառ հայրապետի մեր հոգևորականների սրբազանների կազմակերպել մոտ ժամանակներս խաչերտ կամ ուխտերտ։ Իդեպ նման մի փորձ մենք ունենք, որը խիստ արդյունավետ եւ եղավ, դա 2013 թվականին, երբ Եվրախորհուրդը մեզ պարտադրում էր մի կոնվենցիա 2 օրենք, որով պաշտպանվելու են այլասերվածների իրավունքները, հոկտեմբերի 20-ին, եթե օրը չեմ սխալվում, կազմակերպվեց ուխտերտ Երևանից, Ջավախքից, Արցախից, Հայաստանի բոլոր շրջաններից եւ բոլոր եկեղեցիների համայնքներից մոտ 15000 անձ հավաքվեցին, հանդիպման վայրը Էջմիածնի մուտքի մոտ ձերքի արձանի մոտ էր եւ այդտեղից շարժվեցին դեպի Մայր Աթոռ, ուրեմն մեծ խորանում ասեղ գցելու տեղ չկար, վեհափառ հայրապետը խոսք ասեց, այդտեղ այդ ուխտերթի խորհուրդը ի պաշտպանություն եւ զորակցություն առաջներթին ընտանիքի, մեր արժեքների, մեր երեխաների եւ մեր ինքնության որպես ազգային ինստիտուտ Մայր Աթոռին վեհափառ հայրապետին։ Այդ մարդիկ ովքեր ներկա են եղել, ես կազմակերպիչների մեջ եմ եղել, ուխտ արեցին իրենց հետագա ամբողջ անձնական, հասարակական, քաղաքական կյանքում, ուրեմն որպես նպատակ անել այն ուխտը, որը այդ օրը արվեց։ Հիմա ես առաջարկ եմ անում, որ քանի որ շուտով լինելու է կոնսենսուս հասարակական քաղաքական կառույցների, լրատվամիջոցների, անհատների, վստահաբար եմ ասում լինելու է, իսկ մենք սոցիալական ցանցերը իմ ընկերները որպես մասնագետներ լուրջ մոնիտորինգ են արել, առաջարկում եմ, որ եկեղեցու հետ համատեղ կազմակերպել այդ խաչերթը կամ ուխտերթը եւ դա վստահաբար եմ ասում, դա 15000 չլինի, դա կարող է 50, 80, 100,000 լինի եւ որը Հայաստանում որակապես կարող է իրավիճակ փոխի։ Շատ լավ։ Սա իմ գործնական առաջարկները։ Այն ինչ որ իրենք անում են Անժելա, իրենց արածը մենք տեսնում ենք։ Հիմա գնդակը մեր դաշտում է, իսկ մենք ինչ պետք է անենք։ Ես 3 առաջարկ արեցի։ Շատ լավ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Ուկրաինան 3 Ռուսաստանի տարածքում իրականացրել է Սարդոստային անվամբ հատուկ գործողություն։ Այս գործողության շրջանակներում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են տարբեր ռազմական
օդանավականների վրա, որտեղ տեղակայված էին ռազմավարական ռմբակոծիչներ։ Նախնական տվյալներով բեռնատարներով անօդաչու թռչող սարքերը հասցվել են ռազմական օդանավականներ եւ պատվերով հարձակվել ինքնաթիռների վրա։ Հաղորդվում է մոտ 40 ինքնաթիռի կորստի մասին, հարվածներ են հասցվել Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռիազանի եւ Ամուրի մարզերի օդանավականներին։ Ուկրաինայի հարձակումները շարունակում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կուրսկի, Բելգրադի եւ Լիպեցկի մարզերում հոբ ուժերը ոչնչացրել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ այսօր երեկվա գործողության ընթացքում խոցվել է Ռուսաստանի ռազմավարական թևավոր հրթիռային գրիչների 34%-ը, ինչը Ռուսաստանին արժեցել է առնվազն $7 միլիարդ։ Հիմա սրա մասին խոսի, թե իսկապես սա սարսափելի մեծ հարված էր եւ կորուստ էր, ընդ որում բանակցությունների երկրորդ փուլն էր սկսվել, հենց դրա նախաշեմին, այո, ակնհայտ է, որ սա խիստ երկար ժամանակ պլանավորված է եղել։ Ես այսօր առավոտյան մինչև աշխատանքի գալը հասցրեցի լսել Սալավյովին, զայրույթը ահռելի մեծ էր, որ թե ինչպես կարելի էր այդպես, փառվում է սրա մասին շատ է խոսել, որ պետք է ինչ պաշտպանական, ինչ գոտի ունենա, եւ սա շատ խիստ քննադատություններ են հնչեցնում եւ պահանջում պատասխանատուներին մարդկանց, որ պատասխանատվության պիտի անմիջապես ենթարկել այս պահով եւ ուղակի ապշելու բան, ես չգիտեմ, ես որ տիրապետում է զենքին, թերքին դրա վարպետն է Վան Համբարձումյանը փորձագետ, ինձ փոխանցեցին, որ երեք իր հրճվանքը, չգիտեմ ուր է հասել, ես չգիտեմ, ես կարծում եմ, եթե չի կարող հայ մարդը փորձագետ է, ինչ աղբ է, ինչ է, տենց եթե կա, ինչ դու սրիկատականք պիտի լինես, քո ռազմավարական գործընկերը այսօր դու չհասկանաս, որ եթե Սյունիքը մենք գոնե առնվազն այս փուլում, եթե այսքանը կարողանում ենք պահել, պահպանել, դա միայն եւ միայն Ռուսաստանի Դաշնության շնորհիվ է եւ հրճվել, ուրախանալ եւ դա չթաքցնել անթակույց այդ մեծ հրճվանքը տարածել։ Ով էր այդ հրճվանքը։ Վանը Համբարձումյան եւ այդպես մի քանիսն էլ, դե գիտեք, արևմտյան այդպես շիզոֆրենիկ բաներ կան, բայց եւ նաեւ կան այսպիսիք, այնպես որպես հայ մարդ, ես կարծում եմ սրանք ուղղակի բան մարդիկ են, էլի ավարտված մարդիկ են, չգիտեմ ուրիշ ինչ ասել, եթե դու հայ ես եւ դու գիտես քո անվտանգությունը, քո դաշնակցի այսպես խոցված է, այսպես մեծ վնաս է հասված եւ դու դրա վրա ուրախանում ես, ես ոչինչ չունեմ ասելու։ Ինչևէ, այս իրավիճակն է, շատ ցավով, ափսոսանքով իսկապես սա մեծ հարված էր։ Նախ, այո, դա երկար ժամանակ է պատրաստվել այդ օպերացիան։ Հիմա խնդիրը գիտեք որն է, այդ ռազմավարական ռմբակոծիչներ են խոցվել, այդ Տումակնիշի, որը կանգնած վիճակում, դիտեք դրանք նաև ինչ որ մասով անորսալի են եղել։ Հիմա ես ասում ձեզ, այո, ես իմ գնահատականը տամ։ Ուրեմն այդ ռմբակոծիչները իրենք ունակ էին կրել հրթիռներ միջուկային մարտագլխիկներով։ Սա Ռուսաստանի միջուկային վահանի կարևորագույն էլեմենտներից է։ Ուկրաինական աղբյուրները ասում են մոտ 4 տասնյակից ավել ինքնաթիռ է խոցվել։ Հիմա սա ինչպես է տեղի ունեցել։ Դե արդեն տարածվեց թե ոնց են խոցել, կա այդ ձայնը։ Տեսանյութերը կան, ուրեմն այո, ինչ որ մեքենաներից, բեռնատար մեքենաներից են այդ օդ հանվել։ Ստեղ խնդիրը գիտեք որն է, եթե այդ օդանավականի մոտ տարածքից բեռնատարների մեջից, որը ավտոմատ կերպով կարող է բեռնատարների դուռը բացվել, այսինքն դա հեռակառավարումով էլ նույնիսկ կարելի անել, բարձրացել են օդ, այդ ժամանակ վստահաբար եմ ասում, հակաօդային պաշտպանությունը ունակ չէր դիմագրավելու։ Պատկերացրեք 50-100 մետրից միանգամից օդ են բարձրանում եւ հոբ համակարգերը չէին կարող։ Լավագույն դեպքում վիզուալ կարող էին տեսնել, հա, բայց որ համակարգը ուրեմն սարքերի միջոցով ֆիքսել դա բավական դժվար է։ Այստեղ բաց թողումը գիտեք որն է եղել, որ պետք է հաշվարկել, որ այդ օդանավականների մոտ տարածությունը, ասենք առնվազն 10-15 կիլոմետր հեռավորության վրա բեռնատար մեքենաներ, պատական մեքենաներ, ընդհանրապես անվտանգության գոտի է ստեղծվում, որ այդ տարածքներից տեսականորեն հնարավոր է մեքենաների մեջից ուրեմն անօդաչու թռչող սարքեր օդ բարձրանան եւ թիրախային գնան խփեն։ 100 մետր, 150 մետր հեռավորության վրա կանգնող մեքենաներից բարձրացող անօդաչուները շատ դժվար է։ Վիզուալ հնարավոր է, այո, եթե վիզուալ տեսնում ես խփես։
իսկ դրա համար առնվազն 10-15 կիլոմետր հեռավորության վրա այդ ժամանակ հակաօդային պաշտպանության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերը արագ դա ֆիքսում էին եւ այո կարող են խոցել։ Սա շատ մոտ տարածությունից է օդանավականին մոտ կանգնած մեքենաների վրայից են բարձրացել։ Սա իհարկե բաց թողում է, ես գիշերը նայեցի Ռուսաստանի Դաշնության նախագահի կոշտկեցված կես առումով եւ պատասխանը շատ ավելի խիստ կլինի։ Հիմա երբ որ մենք ասում ենք Ուկրաինա, ես այդպես չեմ գնահատում, սա այս օպերացիան մշակվել է առնվազն ՆԱՏՕ-ի անդամ, առնվազն 3 պետությունում՝ Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա եւ բացառում եք Միացյալ Նահանգներ։ Հիմա գիտեք ինչ, Միացյալ Նահանգների ղեկավարության քաղաքականությունը հետեւյալն է. ինքը այս կռվից ձեռքերը լվացել է, բայց դա չի նշանակում, որ օրինակ մի 3 օր առաջ գերմանական ամենահայտնի զենքի զինամթերքի արտադրության կոնցեռնը պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների երկու մեծ կոնցեռնի հետ, որտեղ իրականում միանգամից ստանալու են այդ զենքը զինամթերքը, ուղղակի իրենց մոտ հավաքովի ռեժիմ է, ոնց որ ասենք Թուրքիայում բայրակթարները, թուրքական բայրակթարը, որը 7 կարևորագույն էլեմենտից է բաղկացած, թուրքերը չեն արտադրել շարժիչը, ռեպը, հրթիռը, կարկասը, բոլորը ստացել են, հավաքել են 4-5 ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, այդ թվում Ֆրանսիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Բրիտանիայից։ Հիմա ինչ եմ ասում, որ Միացյալ Նահանգները հիմա այս կռվի մասնակցությունը ինքը ուղղակի մասնակցություն չի ունենալու։ Այո, ինքը զենք զինամթերք տալու է ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ երկրներին, եվրոպական, ինքը տալու է։ Եվ Ռուսաստանը այդ առումով, այսպես ասենք, Միացյալ Նահանգների նկատմամբ կոշտկեցված այդքան էլ չի կարող ունենալ։ Բայց խնդիրը հետեւյալն է, ակնհայտ է, որ ընդ որում Գերմանիան, Ֆրանսիան եւ Բրիտանիան ղեկավարները հայտարարեցին, որ միջին հեռահարության հրթիռների արգելքը հանվում է եւ Ուկրաինային տալիս են հրթիռներ։ Հիմա ուշադրություն դարձեք այդ հրթիռները, որը 500-ից մինչև 2500 կիլոմետր հեռավորության վրա կարող են խոցել, այսինքն Ռուսաստանի տարածքը ծածկում են, այդ հրթիռների կիրառման համար 5 կարևորագույն էլեմենտ է պետք։ Ես հիմա թվարկեմ եւ այդ 5 էլեմենտներից որից է մեկը Ուկրաինան չունի։ Այսինքն դա այդ երկրների մասնագետներն են կիրառում, ուրեմն առաջինը դա տարածքի տեղանքի թվային քարտեզն է, 1, որը տրվում է տիեզերանավերի նկարումից։ Ուրեմն երկրորդ Ռուսաստանի հոբ համակարգը ամբողջովին, ինչպիսի հոբ համակարգ, որը որ կարող է թրթիրները հարվածել։ Սա ասենք ռադիոէլեկտրոնային պայքարի եւ հակաօդային պաշտպանության զինատեսակները որտեղ են։ Դա եւս տիեզերանավից է տրվում, Ռուսաստանը չունի, այսինքն երկրորդ էլեմենտը արևմուտքը եւս տալիս է, հա։ Ուրեմն երրորդը դա թրիշկային ծրագրերի ծրագրավորումն է։ Սա կոնկրետ ծրագրեր են աշխատում, որը եւս Ուկրաինան չունի։ Չորրորդը այդ ծրագրերի սարքավորումներն են, 5-րդը մասնագետները։ 5 էլեմենտ, որտեղ այդ մեծ հեռահարության հրթիռները պետք է կիրառվեն։ Ավասիկ Ուկրաինան այս 5 էլեմենտը չունի։ Սա նշանակում է, որ իմ նշած 3 պետությունը, որոնց ղեկավարները հայտարարել են, որ հանում են սահմանափակում է հեռահար հրթիռները Ուկրաինային տրամադրելու, սա իրենք են օգտագործելու։ Իսկ սա իրենից հետո բխում է հաջորդ պարզ տրամաբանական հետևությունը։ Ռուսաստանը իրավունք ունի, որ պայնես հրթիռները կիրառեցին Ռուսաստանի ինքնիշխան տարածքի վրա, սա դեռևս եթե իրենք կիրառում էին մոտ 150-200 կիլոմետր հեռավորության հրթիռները Դոնեցկ Լուգանսկի տարածքում, սա որոշակի առումով վիճելի է, բայց որ պահին որ Ռուսաստանի տարածքում է հարվածները լինելու, սա Ռուսաստանի ինքնիշխան տարածքն է եւ Ռուսաստանը լրիվ իրավունք ունի պատասխան հարված հասցնել, այդ թվում իր ձեռքի տակ ունեցող հիպերձայնային արագության հրթիռներով արեշնիկ, կինժալ տիպի հրթիռներով ես չեմ բացառում տեսականորեն նաև միջուկային տակտիկական զենք Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային։ Այսինքն հիմա էսկալացիայի փուլը հիմա մտնում է արդեն 5 րոպե պակաս միջուկային պատերազմի շեմին։ Սա է իրավիճակը։ Եվ քանի որ Ուկրաինայում տիպ պատերազմը շարունակի եւ մենք արդեն ակնհայտ տեսնում ենք, որ եվրոպական 3 պետությունն են այս պատերազմի շարունակման երևացող շահառուները, ես Միացյալ Նահանգները ճիշտ է ինքը ձեռքերը լվացել է, բայց ես չեմ բացառում, որ ինքը անուղղակի է մասնակցելու,
Սա նշանակում է, որ այդ երեք պետությունները Ռուսաստանի նաև այլ ուղղությունները, որտեղ խոցելի է, իրենք ցանկանան ճակատ բացել եւ այդ ճակատ բացելու հավանական ուղղություններից մեկը հարավային Կովկասն է, մեր տարածաշրջանն է եւ հայ-ադրբեջանական այն հակամարտությունը, որը առ այսօր լուծված չի։ Այնպես որ եթե վաղը չեմիսօրը իսկ մեր զինուժ ուղղակիորեն կարող եմ գնահատել տրված է Ֆրանսիայի զինված ուժերի կառավարմանը, Գորիսում հիպատոսան գրեցին, որ բացվում է։ Այո, սա պատական չի։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան այն պետությունն է, որը ամենաարմատականն է տրամադրված Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու։ Ես չեմ բացառում, որ Ֆրանսիայի միջոցով այս տարածքից կարող է լինել սադրանքներ, եւ այդ սադրանքներին արդեն պայմանավորված ներքաշի նաև Ադրբեջանը այդ գործի մեջ։ Եվ պատական չէր, մենք գոնե այդ կրակոցները չեն կարծում, որ կրակոցները ռազմական գործողության համար է Սյունիքի մարզում, բայց երբ օրերս առաջ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը այդ վտանգի մասին խոսեց, ինձ համար գոնե տեսանել էր, սա Ադրբեջանի կողմից ավտոմատ հրազենով կրակոցների արձագանքը չէր։ Սա հատուկ օպերացիաներ է այստեղ պատրաստում, այո, այդ հյուպատոսության անվանտակ, որը Գորիսում է դրվել, հետաքրքիր է, մարզկենտրոնը Գորիսն է, ես որքան գիտեմ Ղափանն է։ Բայց այդ հետաքրքիր հյուպատոսությունը ինչու է Գորիսում բացվել։ Ուշադրություն դարձրեք, Գորիսը այն քաղաքն է, որը ուղղակիորեն շփման գծում է, գտնվում ամիջապես եւ հակառակորդի հարձակման ուղղության ամենահավանական իշխանասարով 3 կիլոմետր, 3 կիլոմետր, եւ պատական չի, որ Գորիսում է։ Հիմա եւ ես չեմ բացառում, որ եվրոպական այդ երկրները այս տարածաշրջանում եւս փորձեն ռազմական բախում իրականացնել, որի հետևանքով Ռուսաստանին հարավի ուղղությամբ խնդիրներ պետք է առաջացնեն։ Սա է իրողությունը։ Իսկ այս ամեն ինչը անելու համար ես կարծում եմ մեր թշնամի ուժերը, իսկ ես Հայաստանի օրվա իշխանություններին գնահատել եմ թշնամի, որովհետև որակումս հետևյալն է՝ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ իշխանություն եւ կոլաբորանտ կառավարություն։ Այսինքն սա մեր պետության եւ մեր ժողովրդին թշնամի են։ Եվ հետեւաբար այդ թշնամին դեմ միավորման լավագույն այս պահին մեզ ընձեռված հնարավորությունը եկեղեցու պաշտպանության հանդես գալն է, որը կարող է իսկապես դառնալ Նիկոլի տան մոտ գրել էին, որ շնորհավորել էին ծնունդը եւ գրել էին ինչ շնորհավոր Նիկոլ Քերին պաստորեն բացահայտվել է։ Բայց ինքը եթե իրոք քերակին է, իրանք կարող է դրանից ընդհանրապես վատ չեն զգում։ Այդ մեր արժե համակարգով է այդ վատ արարք։ Իսկ իրանք կարող ասեն, հա ինչ, порядки вещей, скажем так, այդպես։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։